Կենտրոնական բանկից որևէ պարտունյա, որևէ դրանից հետո ինչ-որ կապ հաստատել եք եւ եթե այստեղ եք ենթադրաբար ձեր հարցի որևէ կերպ լուծում չի տվել, այսօր ինչ եք պատրաստում անել։ Ուրեմն ոչ միայն չեն արձագանքել Էգորվանից, այլ այդ ընդհանրապես չարձագանքել է եւ կենտրոնական բանկի համապատասխան պաշտոնյաների կողմից այս լրությունը ոչ միայն անտարբերություն է, այլ նաեւ ոչ օրինաչափ է, քանի որ օրենքով նախատեսված կարգով իրենք պետք է այս իրավիճակներում թափանցիկ աշխատեն եւ հաշվետվություններ տան հասարակությանը, հատկապես այն քաղաքացիներին, ովքեր դարձել են զեղծարարության զոհեր, ովքեր գործել են գումարներ։ Այս լրությունը, այս սովորական անտարբերություն չի, նաեւ այս լրությունը հերթական անգործությունն է, ինչը ես կբնութագրեի ոչ թե հանցավոր անգործություն, այլ լրությունը ըստ իս հանցավոր գործունեություն։ Նայեք, նախորդ անգամ բողոքի ակցիան շարունակվեց նաև դատախազության մոտ, համապատասխան նամակներ հանձնվեցին, իդեպ թեմային հենց դատախազն անդրադարձել է նաև ազգային ժողովում, ինչ արձագանքներ եղան այդ նամակներից եւ կոնկրետ օրինակ կենտրոնական բանկից, դատախազությունից, կառավարությունից, որտեղ մի քանի անգամ գնացիք, ինչ եք ակնկալում, կարծում եք, որ միջամտություն կլինի ամեն դեպքում եւ հարցը կլուծվի, թե սպասում եք առհասարակ, որ արձագանքներ չեն լինի։ Ուրեմն ակնկալում ենք, սպասում ենք եւ տևական ժամանակ է ինչ սպասում ենք, արդեն 2 ամսից մի քանի օր ավել է սպասում ենք, որ պետք է առաջին չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Սա մենք այս հարցը այլևս քննարկելի չէ, պետք է չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Արձագանքներ ես արդեն ասել եմ, որ մյուս մարմիններից, օրինակ գլխավոր դատախազությունից, օրինակ քննչական կոմիտեից ունեցել ենք, բավարար կգնահատեի այդ արձագանքները, սակայն պետքա օրինակ գլխավոր դատախազը անցնի գործուն քայլերի, հա, ազգային ժողովում իր հայտարարությունները ճիշտ էր, տեղին էր, ողջամիտ էր գնահատված, օբյեկտիվ էր գնահատված իրավիճակը, բայց պետքա անցնի գլխավոր դատախազը ավելի գործուն քայլերի եւ նորից եմ պնդում, որ բանկերի զեղծարարությունների պատճառով չպետքա տուժի եւ չպետքա վնաս կրի հաճախորդները։ Ինչ պետք է, որտեղ իրավական դաշտում եթե նայեք, պարոն Կարագետյան, բանկերն էլ են ասում, թե չգնայիք, ուշադիր լինեիք, չտրվեք այդ հայտարարությանը, օրինակ վարկ չձևակերպեք դեր անունով։ Չէ, այս վարկերի ծածկները ո՞րն է հաստատում։ Բանկերի մեկնաբանությունները իհարկե հիմնավոր չի, անտրամաբանական է, գուցե եւ ոչ խելամիտ, իսկ դրա պատասխանատուն արդեն կենտրոնական բանկն էր, որ պետք է համակարգեր, դե հիմա դուք էլ եք տեսնում հարգելի լրագրողներ, կենտրոնական բանկը պետք է աշխատեր, պետք է հաշվետվողականություն ունենա, պետք է թափանցիկություն ունենա, պետք է ոչ թե մենք գնանք սենյակներում ինչ-որ քննարկումներ անենք, որոնք մնան անհետևանք, իրանք պետք է թափանցիկ կերպով ինչպես են աշխատում։ Մենք նախորդ անգամ ասեցինք, թող գան լրատվամիջոցների ներկայությամբ պատասխանեն մեր հարցերին։ Իրենք թափանցիկություն պետք է ունենան եւ այս հարցերին պատասխանելով իրանք կկարողանան իրենց պարտավորությունները գոնե այդքանով կատարել, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ֆինանսական իրավունքների պաշտպանությունն է, ինչը իրանց գործառույթների դիրքում է, եւ եթե չեն անում, ուրեմն գլխավոր դատախազությունը այստեղ արդեն անելիքներ ունի
անգործությունն է, ասեմ, օրենքով նախատեսված կարգով, ինչ են անում անգործության դեպքում, պետքա սա անի գլխավոր դատախազությունը։ Եվ ես տեղեկացնեմ, որ այստեղից մենք շարժվելու ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որովհետև այդ լռությունն էլ մեզ դուր չի գալի։ Պարտադիր չի, որ քաղաքացին գնա իրանց դուռը, դիմի իրանց, չէ՞ որ մենք պնդում ենք եւ իրականությունը այդպես է։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել թալան, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել զանգվածային հանցագործություններ, քաղաքացիների իրավունքները խախտված են, խախտվում են ամեն քայլափոխի բանկերում, հա։ Այստեղ ելնելով նախորդ ակցիայից, ելնելով հրապարակումներից, արդեն բացարձակապես էլ պարտադիր չէր, որ քաղաքացիները գնային մարդու իրավունքների պաշտպանի դուռը, բայց այսօր ես խոստանում եմ, որ մենք անպայման պետքա գնանք։ Իրենք պետքա իրանց միջոցներով նախաձեռնեին հանդիպում, քննարկում կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյաների։ Բանկերի դուրը չհազարել։ Իվերջ այդ բանկերը չունեն բավարար պաշտպանական համակարգ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք նույնիսկ լավ չեն տիրապետում այդ գործիքակազմին եւ կարող են տրվել գայթակղություններ եւ գնալ ինչ-որ կողմերով եւ միլիոնավոր դրամների վնասներ, իրենք չկրեն։ Իվերջո դուք տալիս եք հստակ բանկերի անունները, ID բանկը, Արչիվ բանկը եւ Ինեկո բանկը եւ մյուս բանկերի հաճախորդները օրինակ այդպիսի խնդիրների առաջ չեն կանգնում։ Կանում են, մյուս բանկերն էլ են կանգնում։ Այդքան հաճախորդների առաջ եւ այստեղ խոսքը չի գնում միայն ու միայն բանկերի մասին։ Այստեղ խոսքը գնում է ընդհանրապես բանկերում տեղի ունեցած զեղծարարությունների մասին, որը նաեւ հետեւյալն է։ Օրինակ քաղաքացի ունենք, որ իր ավանդային գումարներն են գողացել եւ այդ մասին նաեւ ես հենց այսօր եմ ստացել հազան, ուրեմն այս գողացված գումարները ներողություն, այս պահին չեմ հիշում, բայց ես սա քաղաքացուն դեմքում կտեսնեմ, դուք եք։ Ուրեմն ես միտքս վերջացնեմ, ձերը Արչին բանկ։ Կան էլի բանկեր, որ այդ վերը նշված ցուցակի մեջ չեն, բայց ես արդեն ասել եմ, որ 17 բանկերում էլ տեղի են ունենում զեղծարարություններ, պարզապես այդ 3 բանկերը առանձնանում են, հա, թվականակով եւ այստեղ նաեւ խոսքը գնում է ընդհանրապես զեղծարարությունների մասին, առաջին այն գումարների մասին, որը գողացվել է բանկերից, ավանդային գումարների մասին է խոսքը։ Մենք այստեղ ունեինք քաղաքացի, կհիշեք, ես ասել եմ, հնչեցնել եմ $53,000 թիվը, հայ էկոնոմ բանկից, որը այս 3 բանկերի մեջ չի մտնում, բայց այնտեղ էլ է փաստորեն զեղծարարություն տեղի ունեցել եւ տիկինը պնդում էր, որ ինքը որևէ հղումով չի անցել եւ ես հավատում եմ, համոզիչ է ամենայն դեպս, ոնց են գողացել, այդ հարցերին պետքա պատասխանի կենտրոնական բանկը, այդ հարցերին պետքա պատասխանեն բանկերը, իսկ այդ պատասխանները լղոզված են նվաղ, ինչ-որ ես կուզեի որևէ կերպով կամավորել եք կենտրոնական բանկ ներկայացնելու համար, որպեսզի այնտեղ տեղեկատվական անվտանգության բանկից որևէ այլ բանկից դրանց տրվեն ասել մասնագիտական պատասխաններ, միգուցե նաև յուրաքանչյուր առանձին դեպքի համար, այդպիսի աշխատանք կան։ Մասնագիտական որևէ պատասխան չի տրվել, բայց եկեք սենց անենք, հա։ Հիմա ես կգնամ կփակեմ կենտրոնական բանկի դուռը որպես չաշխատող, որպես խախուտ կառույց, հետո ձեր հարցերին կշարունակեմ պատասխանել։ Բանկերը օրինակ այսպես են արձագանքել, ասել են մենք կարող ենք ընդառաջ գնալ նվազեցնել տոկոսը։ Այսինքն այնտեղ պետք է Եթե նորից եմ բայց հարգելի բաները պետք է վճարել։ Վարկեր եք վերցրել, ձեր անունով եք։ ով է վերցրել։ Ինչ-որ մեկը եթե վերցնել է քաղաքացին հասկանում եք, հիմա հնարավոր է, որ ձեր տվյալներն էլ ինչ-որ մեկը տա, այդ նշանակում է, որ ձեզ փաստացի վարկ տրամադրվել է, եթե ձեզ փաստացի վարկ չի տրամադրվել, եթե դուք որևէ անգամ, դուք անձամբ վարկի համար չեք դիմել, չի եղել դիմելու հարցում ձեր մասնակցությունը կամ համաձայնությունը, եւ փաստացի որևէ մեկը, այդ թվում բանկը, այդ թվում բոլոր բանկերը, ձեզ փաստացի գումար չեն տրամադրել, ըստ որի նախաձեռնվել է քրեական վարույթ, ապա եւ ձեր միջև չկա վարկային պայմանագիր, չկա ձեր ստորագրությունը, ապա այս պահանջները ոչ օրինաչափ են, զոր բայություն է, հանիրավի պահանջներ է քաղաքացիների նկատմամբ եւ ոչ այլ ինչա քան թալան։ Այս սրանց ելնելով չէ, փակենք, հա, եկեք մեր ակցիային